Պատկերացրեք ամբողջ կյանքում երազել եք հայտնվել Փարիզում, հիմա վերջապես եկել է այդ օրը, ձեր համար քայլում եք, մտածում եք ինչքան սիրուն է կյանքը, ու հանկարծ վերևից սրբիչով փաթաթված ինչ-որ բան է ընկնում։ Նայում եք վերև ու տեսնում բաց պատուհան։ Այս աղջկան եթե դեռ չեք տեսել, հետագայում հավանաբար ավելի շատ կտեսնեք, երբ որ նոր մանրամասներ բացահայտվեն։ Եթե նյարդերից թույլ եք, առաջարկում ուղղակի անցնել առաջ։ 18 տարեկան Միան մասնակցում էր մի ծրագրի, որ օգնում է 18-ից 22 տարեկան ամերիկացի երիտասարդներին 1 տարի ճամփորդել դպրոցն ավարտելուց հետո, ինչից հետո արդեն վերադառնում են իրենց նորմալ կյանքին ու սկսում հաճախել համալսարան։ Այդ ծրագրի շրջանակներում խումբը, որի մեջ նաև այս աղջիկներ մտնում, փետրվարի 24-ին լինում է Փարիզում։ Միան ծննդաբերում է հյուրանոցի սենյակում առանց որևէ մեկի օգնության, առանց որևէ մեկի ներկայության, հետո երեխուն փաթաթում է սրբիչով ու պատուհանից դուրս նետում։ Շտապօգնությունը շատ արագ ժամանում է դեպքի վայր, նորածինը դեռ ողջ էր, բայց ցավոք սրտի կյանքը փրկել չի հաջողվում։ Վերջին տարիներին նման դեպքերը շատ են, ինչը անհանգստանալու շատ մեծ պատճառ է, դրա համար չգիտեմ ինչի ենք այսքան հանգիստ նայում ես ամեն ինչին։